հայկական ակումբները Եվրոգավաթներում իրենց պատասխան հանդիպումներն անցկացրեցին եւ ուրախանալու եւ տխրելու առիթներ ունեցանք։ Եվրոպայում մեր 4 ակումբից մնացին միայն 2-ը։ Տեսնենք ինչպես այսպես եղավ։ Սկսենք իր արդյունքներով բոլորիս այդքան ուրախացնող Արարատ Արմենիայից։ Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի պատասխան խաղում հայկական ակումբը իռլանդական Shamrock Rovers-ին հյուրընկալվեց։ Առաջին խաղում հաղթել էինք 2-0 հաշվով, եւ այս հանդիպումից առաջ ունեինք որոշակի անվտանգության բարձիկ, որի վրա հիմնվելով ստացել էինք հոգեբանական առավելություն։ Սակայն ինչպես Ռիգայի դեմ պատասխան մրցավեճում, այս ամենը քիչ էր մնում չարկատակ խաղար մեզ հետ։ Մերոնց առաջին իսկ լուրջ թերացումը հենակետային գոտում այն բանին բերեց, որ Shamrock-ը արագորեն հաշվի մեջ առաջ անցավ։ Պատասխանատու զոնան փակել չստացվեց, եւ մրցակիցը 2 խաղերի արդյունքում հաշվի տարբերությունը կրճատել կարողացավ։ Ցավոք, մերոնց սխալների քանակը այսքանով չսահմանափակվեց։ Ավելի բացահայտ թերացում թույլ տվեցինք արդեն խաղակեսի վերջում։ Պրիմիտիվ իրավիճակում 2 պորտուգալացի չհասկացան իրար՝ Ուգո Օլիվեյրան եւ Բրավիմը։ Shamrock-ը մեր դարպասը երկրորդ գնդակը ուղարկեց, եւ այս դիմակայությունում հաշվի հավասարությունը վերականգնեց։ Սակայն Տուլիպան հատկապես ինչով է ուժեղ, այն հմտությամբ, որ խաղի ընթացքում կարողանում է բեկել հանդիպումների սցենարը։ Այս անգամ էլ բացառություն չեղավ։ Մեր մարզիչը իր սխալները հասկանալով սխեմատիկ փոփոխությունների գնաց, եւ հենց դրանց շնորհիվ կտրուկ կերպարանափոխելով խաղի դիմանկարը։ Shamrock-ը մերթընդմերթ ստեղծում էր գոլային պահեր, բայց խաղի վերահսկման թելը արդեն նրա ձեռքերում չէր։ 72-րդ րոպեին Տուլիպան հերթական գրոսմաստերական քայլը կատարեց։ Նախաղադաշտ Կարլոս Ֆրանսային դուրս բերեց, ով ընդամենը 2 րոպե հետո Shamrock-ին նոկաուտի ենթարկեց։ Բրազիլացին հիանալի անցումով ճեղքեց մրցակցի պաշտպանության զաղթևը եւ իր հայրենակից Սանդրո Լիմային օգնեց, որպեսզի վերջինս խփի մեզ համար այդքան կարևոր 1 գոլը։ Լիման չվրիպեց, ու մեր ակումբը նորից առավելություն ստացավ։ Իռլանդացիները նետվեցին առաջ, որ գոնե էքստրա թայմ վաստակեն, սակայն նրանց այս ահռելի ձգտումը մեր կիպեր Ժոաու Բրավիմի սրտով չէր։ Մինչև հանդիպման ավարտը նա մի քանի սեյվեր գրանցելով իր մեծ դերակատարությունը ունեցավ, որ Արարատ Արմենիան այս դիմակայությունում ճանաչվի հաղթող։ Ահա այսպես մեր ակումբը երրորդ որակավորման փուլի իրավունք վաստակեց, որտեղ արդեն շուտով մեզ քաջածանոթ սլովենական Ցելիայի դեմ կմրցի, ու եթե այստեղ էլ հաղթանակ տանենք, ոչ միայն առաջին անգամ մեր ֆուտբոլի պատմության մեջ կտեսնենք հայկական ակումբ Եվրոպայի լիգայի հիմնական փուլում, այլ նաև կստանանք հեքիաթային շանս անհավանականը անելու համար՝ հանդես գալ Չեմպիոնների լիգայի հիմնական մրցաշարում։ Արարատ Արմենիան այս պահի դրությամբ արդեն երաշխավորել է իր տեղը Կոնֆերենս լիգայի հիմնական փուլում։ Մեր ակումբը արդեն հիմա համարվում է Եվրոգավաթային աշտան մասնակից, իսկ երազել ավելին որևէ մեկը չի արգելում մեզ։ Բրավո Արարատ Արմենիա, բրավո Մանուել Տուլիպա։ Տեղափոխվենք Աբովյանի Վահագն Թումանյանի անվան մարզադաշտ, որտեղ Երևանի Նոան առաջին խաղում 1-1 հաշիվը գրանցելուց հետո Քիշնյովի Զիմբրոյի դեմ մրցեց։ Խաղից առաջ էլ պարզ էր, իսկ խաղի ընթացքում այդ միտքը ավելի հաստատվեց, որ Մոլդովայի ձեկած հյուրերը գործելու էին խորը պաշտպանությունից, խաղալու էին ցածր բլոկով, հույսները դնելով հակագրոհների վրա։ Սա էր պատճառը, որ առաջին 30 րոպեների ընթացքում հանդիպումը մեզ գոլային պահերով շշռայլեց, սակայն սա Գոր Մանվելյանին չխանգարեց 31-րդ րոպեին Յակոլիսի օգնությամբ նրբորեն կատարած հարվածով բացել խաղի հաշիվը։ Շատ ուրախացրեց, որ հատկապես հենց Մանվելյանը հաջողության հասավ։ Երկրորդ կեսի ամենասկզբում Նոան առավելությունը զարգացնել կարողացավ։ Գոլային գրոհը Գոնսալես Սանգարե զույգը մոգոնեց, գործելով 90-ականների վերջի Մոսկվայի Սպարտակի ոճով։ Մեր ակումբը խաղացողների էֆեկտիվ գործողությունների շնորհիվ 2 գնդակի առավելություն ստացավ, եւ այստեղ մեզ թվաց, որ բանը խոշոր հաշվի կհասնի։ Սակայն Քիշնյովի ակումբը նորից բնավորություն ցույց տվեց, չհանձնվեց եւ իր առաջին իսկ վտանգավոր դրվագը գոլով ավարտեց։ Նոայի ֆուտբոլիստների կոնցենտրացիայի պակասը այս դարպասի գրավման գլխավոր պատճառը դարձավ։ Ի ուրախություն մեզ, ահա այս դրվագում մերոնց հաջողվեց չեզոքացնել վտանգը Շտեֆան Բիտկայի հարվածից հետո, ով շատ գեղեցիկ անցումով էր հասել այդտեղ։ Իսկ թե ինչպես այս դիրքից Վալենտին Կոստակեն վրիպեց, կարծում եմ նա էլ չի պատասխանի այս հարցին։ Այդուհանդերձ դժվարությամբ, բայց Նոան կարողացավ խուսափել ավելորդ արկածներից եւ խաղը հաղթական վերջաբանի հասցրեց։ Երևանյան ակումբը դեռ չի տպավորում իր խաղով։ Զիմբրոյին հաղթեցինք զուտ բարձր մակարդակի հաշվին։ Հուսանք սա մրցաշրջանի սկզբի սինդրոմ է ու ընթացքում ամենակարգավորման կգնա։ Որակավորման երրորդ փուլում Նոան շվեյցարական Սիոնի դեմ կմրցի, որը Զիմբրու չէ, ու նրա դեմ այսպես խաղալը որևէ լավ տեղ չի տանի մեզ։ Երևանյան ակումբին հաջողություն մաղթենք ու շարժվենք առաջ։
Հիմա ավելի տխուր պահի եկանք մեզ համար։ Խոսելու ենք այն ակումբներից, որոնք Եվրագավաթներին հրաժեշտ տվեցին։ Սկսենք Փյունիկ Դեբրեցեն դիմակայությունից։ Հունգարական ակումբը առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր, այնպես որ ինտրիգը այստեղ լայնորեն պահպանվում էր։ Փյունիկը ելի տիրեց խաղային առավելությանը ու մինչև հանդիպման 23-րդ րոպեն արդեն հասցրել էր ստեղծել 3 ռեալ գոլային պահեր։ Սակայն մարզական բախտը այս դրվագներում Դեբրեցենին ժպտաց։ Էպիզոդներից մեկում էլ դարպասապահը փրկեց նրանց։ Ավելին ասեմ, 35-րդ րոպեին Փյունիկը գնդակը մրցակցի դարպասը վերջը ուղարկեց, սակայն ահա այս դրվագում մրցավարական անձնակազմը բավականին վիճելի որոշում կայացրեց, եւ մեր խփած գոլը կասկածելի խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկեց, չնայած որ գնդակը Նիկոսին հասել էր մրցակցի խաղացողից։ Այս պահից հետո Փյունիկը եւս մեկ ռեալ գոլային հնարավորություն կորցրեց, երբ Հովոյի հարվածը մի փոքր շեղ ստացվեց։ Հունգարական ակումբը ակտիվացավ մանավանդ խաղակեսի վերջում ու վրա երկու անգամ լրջորեն մեր դարպասին սպառնաց։ Եթե առաջինում մրցակիցը վրիպեց նպաստավոր դիրքից, ապա մյուսում Հենրի Ավագյանը մեզ փրկեց։ Երկրորդ կեսում Փյունիկի հարձակվողական պոտենցիալը թուլացավ, իսկ հյուրերը սկսեցին անհանգստացնել մեզ իրենց վտանգավոր պահերով ավելի հաճախ։ Նրանց գրոհները ավելի սուր էին մերինից։ Երկրորդ կեսում Փյունիկից ամենառեալ գոլային պահը ահա այս դրվագում Կարլեն Մկրտչյանը կորցրեց։ Ցավոք Երևանյան ակումբին այդպես էլ խփել չհաջողվեց այդքան կարևոր մեկ գոլը։ Խաղը հենց այսպես էլ ավարտվեց 0-0 հաշվով, ինչը նշանակում էր, որ Փյունիկը Եվրագավաթային աշուն չի ունենա։ Մեր ակումբը երկու խաղերում իրար հետ վերցրած 4 հանդիպմանը հերիքող գոլային պահեր ստեղծեց, բայց գեթ 1 դարպասի գրավում արձանագրել չկարողացավ։ Փյունիկին Դեբրեցենը չհաղթեց։ Փյունիկը պարտվեց ռեալիզացիայից լրջորեն կաղալու պատճառով, որովհետև 180 րոպե մեր ակումբը Դեբրեցենին որևէ բանով չզիջեց։ Խոսենք Եվրագավաթներում մեր վերջին ակումբից, Ալաշկերտից, որը ռումինական կլուժի դեմ մրցելով առաջին խաղում կարողացել էր հասնել ոչ ոքիի ու հիմա եկել էր Ռումինիա, որպեսզի իր սեղմ ռեսուրսներով պատասխան հանդիպում անցկացներ։ Ալաշկերտին տեսնել այս փուլում արդեն մեծ անակնկալ էր։ Ակնհայտ էր, որ եթե Վահե Գևորգյանը հերթական հրաշքը չգործի, կլուժը այսպես թե այնպես հաղթանակ կտանի։ Մեզ համար ամեն ինչ շատ վատ սկսվեց։ Արդեն 3-րդ րոպեին գոլ բաց թողեցինք։ Սա էլ հերիք չէր։ Մոտ 11 րոպե անց Ալաշկերտը արդեն 10 հոգով մնաց։ Ահա այս դրվագը գլխավոր մրցավարը որպես վերջին հույսի խախտում որակեց ու Սեզարին կարմիր քարտ ցույց տալով նրան խաղադաշտից հեռացրեց։ Սակայն նույնիսկ 10 հոգով Վահե Գևորգյանի թիմը կռիվ տվեց, գլուխը չկախեց ու նույնիսկ մի քանի գոլային պահեր ստեղծեց։ Կլուժը հասկացավ, որ անգամ քանակական առավելություն ունենալը այս խաղում չի ապահովելու անհոգ զբոսանք նրանց համար։ Ստեղծված իրավիճակում Ալաշկերտը արեց այն, ինչ կարողացավ։ Ռումինական ակումբը բազում գոլային պահեր ստեղծեց, սակայն դրանցից միայն երկուսը օգտագործեց։ Արդյունքում Ալաշկերտը 3-0 հաշվով պարտություն կրեց։ Այդուհանդերձ Եվրագավաթային այս հատվածի համար եկեք Ալաշկերտին շնորհակալ լինենք ու գովեստի խոսքեր ասենք հատկապես գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանին, ով եղածից բառիս ամենաուղիղ իմաստով առավելագույնը քամեց, ավելին մեծ հարգանքի արժանացավ։ Ահա այսպիսին էր այս անգամ մեր ակումբների Եվրագավաթային ոդիսականը։ Արարատ Արմենյան եւ Նոան մնում են խաղի մեջ, իսկ մենք շնորհակալություն հայտնելով ձեզ վերադառնում ենք տաղավար։ Ողջույն հարգելի ֆուտբոլասերներ, դուք դիտում եք Ինտերֆուտբոլը նորալիք YouTube-յան հարթակում եւ մեր հանդիպումը չի ուշացել, որովհետեւ աշխարհի առաջնությունը 23-րդ առաջնությունը արդեն իսկ ավարտվեց եւ ժամանակն է որպեսզի որոշակի վերլուծություններ իրականացնենք, հասկանանք թե ովքեր էին հաղթողները, ովքեր էին պարտվողները եւ ովքեր էին լավագույնները։ Իսկ լավագույններին բարձելու հարցում բնականաբար ամենաօպտիմալ տարբերակն է կարծում եմ կազմել խորհրդանշական հավաքական լավագույն ֆուտբոլիստների։ Հասկանանք ովքեր էին փայլատակում այս առաջնության ընթացքում եւ ընտրենք յուրաքանչյուր դիրքի համար մեկական ֆուտբոլիստ։ Դե ինչ, ժամանակ չկորցնենք եւ սկսենք։ Բնականաբար սկսելով խորհրդանշական հավաքականի կազմը ներկայացնել, կսկսենք դարպասապահի գոտուց։ Այս հարցում մենք այդքան էլ համաձայն չենք FIFA-ի հետ, այլ տարբերակ ենք ձեզ մատուցելու։ Դարպասապահը լավագույն մեզ համար Էմիլիանո Մարտինեսն էր։ Լավագույնս դրսևորեց իրեն եւ արտացոլումն էր այն հանգամանքի, որ Արգենտինայի հավաքականը ոչ միայն Մեսսին է, ոչ միայն Մեսսիի շուրջ է ամեն ինչ, այո, իհարկե Մեսսիի շուրջ է կենտրոնացված ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պարզապես պատրաստ էր մեռնել սեփական դրոշի գույների համար։ Իսկ Էմիլիանո Մարտինեսը լավագույն արտացոլում
արտացոլումներից մեկն է այս պարագայում։ Նրա բազմաթիվ սեյվերը ողջ առաջնության ընթացքում կարևորագույն դեր զբաղեցրեցին, որպեսզի Արգենտինայի հավաքականը հասնի մինչև եզրափակիչ, իսկ ահա եզրափակչում Մարտինեսը նույնպես փայլատակում էր, քանի որ մնացել էր կարելի ասել մենակ իսպանացիների դեմ կոնկիստադորները փորձում էին հնարավորինս շատ հարվածների տարբերակով գտնել գոլ խփելու ճանապարհը, ճիշտ է մեկ անգամ հաջողվեց, բայց մնացած պարագաներում 10-ից ավելի փրկումներ իրականացրեց Մարտինեսը ու կարծում եմ ըստ արժանավույնս նա զբաղեցնում է խորհրդանշական հավաքականի դարպասապահի դիրքը։ Պաշտպանության կենտրոնական հատվածում աջ գոտում բնականաբար պետք է մենք նախընտրենք Պաու Կուբարսիին, ով նաև FIFA-ի կողմից ճանաչվեց առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ու բնականաբար արժանավույնս դրսևորեց իրեն ու ստացավ այդ կոչումը։ Երբ Բարսելոնայի La Masia-ից հայտնվեց այս կարելի ասել պատանի ֆուտբոլիստը 16 տարեկան դուրս եկավ մեծ խաղադաշտ, շատերը կարծում եմ չէին մտածում, որ շատ կարճ ժամանակահատվածում ահա այսպիսի նվաճումների կհասնի իսպանացի պաշտպանը, բայց արի ու տես, որ Կուբարսին աննկարագրելի հասունություն է դրսևորում, անհամատեղելի նաև իր տարիքի հետ ու Իսպանիայի հավաքականի անառիկության գլխավոր հենասյուներից մեկը։ Այո, Պաու Կուբարսին լավագույնս իրեն դրսևորեց եւ զբաղեցնում է մեզ մոտ կենտրոնական պաշտպանի աջ գոտին։ Երկրորդ կենտրոնական պաշտպանը, ում կներկայացնենք, ում նախընտրում ենք ներառել մեր խորհրդանշական հավաքականում, մի փոքր տեղաշարժ ենք մենք այս պարագայում կատարում, որովհետև նա հիմնականում խաղում է ձախ եզրային պաշտպանի գոտում, շատ ավելի շատ սիրում է միանալ գրողներին եւ իհարկե որակյալ պաշտպան է, բայց այս ամենին մեկտեղ կարծում եմ հենց մարտունակության հաշվին կարելի է նրան տեղադրել կենտրոնական պաշտպանների ձախ գոտում։ Ջետ Սփենսի մասին է խոսքը գնում, Տոտենհեմի դեռևս ֆուտբոլիստը, կարծում եմ մոտ ապագայում կհեռանա Անգլիայից կամ պարզապես կմնա Անգլիայում, բայց այլ ակումբում կշարունակի իր մրցելույթները, իսկ այն մրցելույթները, որ նա դրսևորում էր հենց այս աշխարհի առաջնության ընթացքում, ապահովեցին նրա համար բացահայտումներից մեկը դառնալու ճանապարհը աշխարհի առաջնության ընթացքում։ Այո, Ջետ Սփենսը իր արագացումներով, իր սահանկումներով, իր մշտապես պատրաստ լինելու կարողությամբ պայքարելու հիացրեց շատ շատերին եւ զբաղեցնում է մեզ մոտ կենտրոնական ձախ պաշտպանի գոտին։ Աջ պաշտպանի գոտին մեզ մոտ զբաղեցնում է կրկին Իսպանիայի հավաքականի ներկայացուցիչ Պեդրո Պորոն, նորից Տոտենհեմի ֆուտբոլիստ ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ շատ շատերը համացանցում իրենց հարց էին տալիս, հատկապես Տոտենհեմի երկրպագուները ասում են, ոնց կարող ենք մենք ունենալ Ռոմերո, Ջետ Սփենս, Պեդրո Պորո եւ զբաղեցնենք Անգլիայի առաջնությունում 17-րդ տեղը։ Այո, աբսուրդային է, բայց արի ու տես, որ այս ֆուտբոլիստները հատապես երբ որ վերցնում ենք փայլատակում են իրենց հավաքականների կազմում։ Դրա լավագույն ներկայացուցիչներից մեկը այո հենց Պեդրո Պորոն է, ով իր նույնպես արագացումներով, միացումներով գրողներին տպավորեց կարծում եմ շատ շատերին եւ գուցե նա նույնպես հեռանա Տոտենհեմից։ Գնում ենք առաջ արդեն իսկ բարձելով աջ եզրային պաշտպանի գոտին։ Իսկ ձախ եզրային պաշտպանը բնականաբար մի մազոտ անձնավորություն է։ Խոսքը գնում է Մարկ Կուկուրելիայի մասին, ով աշխարհի առաջնության մեկնարկից առաջ արդեն իսկ հասկացավ իր ակումբային ճակատագիրը որողությամբ է գնում, իսկ նա հիշեցնեմ հանդիսանում է Բարսելոնայի մարզաբազայի պրոդուկտ, իսկ հիմա արդեն իսկ ներկայացնելու է Մադրիդի Ռեալի ողերիմ թշնամու զինանշանը 55 միլիոն եվրոյի դիմաց, ինչը սարսափելի մեծ թիվ է իհարկե, բայց Մադրիդի Ռեալը միայն այն փաստի համար, որ ունենան աշխարհի չեմպիոն ֆուտբոլիստ, պատրաստ է մի քանի միլիոն ավելի վճարել։ Ամեն դեպքում այս աշխարհի առաջնության շարժիչ ուժերից մեկը հենց Մարկ Կուկուրելյան էր։ Հիշեցնեմ նաև նա խոստացել էր աշխարհի չեմպիոն դառնալու պարագայում դաջել Լուիս դե լա Ֆուենտեի պատկերը իր մարմնի որևէ հատվածի վրա։ Հետաքրքիր է, որ հատվածի վրա նա կդաջի Լուիս դե լա Ֆուենտեի պատկերը, իսկ մենք նրան դաջում ենք մեր խորհրդանշական հավաքականի ձախ եզրային պաշտպանի գոտում։ Անցնենք միջին գոտի, որտեղ հենակետային կիսապաշտպանի դիրքը կարծում եմ բոլորիս համար պարզ է, ով պետք է զբաղեցնի ոսկե գնդակի դափնեկիր։ Ֆանտաստիկ երևույթ ֆուտբոլային առումով, ուղեղային կենտրոն խաղադաշտում եւ չենք մոռանում, որ Պեպ Գվարդիոլան
աշխարհի առաջնությունից առաջ նշում էր, որ կտեսնենք, թե ինչ է անելու Ռոդրին։ Իսպանիայի հավաքականի ավագը ֆանտաստիկ կերպով առաջնորդեց ընտրանին դեպի այս պատմական նվաճում եւ ինչն է կարևոր, որ շատերի համար գուցե այն սարսափելի վնասվածքից հետո ավարտվեց Ռոդրիի փայլատակելու ժամանակահատվածը, բայց արի ու տես, որ նա գերպրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եւ պատրաստ է առաջնորդել իր հավաքականին։ Բալանսի ապահովման հարցում նա առաջատարն էր, այն կարողությունը, որ նա ունի առհասարակ խաղադաշտը տեսնելու, գնդակները բաժանելու, ճիշտ ուղղությամբ գրոհը կազմակերպելու առումով, կարծում եմ շատ քիչ ֆուտբոլիստներ կան աշխարհում, արժանավույնս դարձավ նաև աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Ռոդրին մեզ մոտ զբաղեցնում է հենակետային կիսապաշտպանի գոտին։ Մյուս ներկայացուցիչը կենտրոնական գոտու մեզ մոտ Արգենտինայի հավաքականից է։ Էնցո Ֆերնանդեսը լավագույններից մեկն է աշխարհում box-to-box կիսապաշտպանների շարքում, մոբիլությունը, մատորիկան, որ նա ապահովում է առհասարակ կիսադաշտում գնդակի տեղաշարժման առումով, մեծ ծավալի աշխատանքը, որ նա իրականացնում էր Արգենտինայի հավաքականի կազմում, կարծում եմ տեղ տալիս են, որպեսզի մենք նրան ներառենք մեր խորհրդանշական հավաքականում։ Իհարկե, նաև նրա տպավորիչ գոլը շատ կարևոր տեղ է զբաղեցնում Արգենտինայի հավաքականի այս աշխարհի առաջնության գրեթե իդեալական մրցելույթների շարքում։ Ինչու եմ ասում գրեթե, որովհետև եզրափակչում հենց ամենավճռորոշ պահին Արգենտինայի հավաքականը օքսիդացավ։ Գուցե ձեզ դուր չգա այսպիսի բնորոշումը, բայց այո, նրանք եզրափակչում պարզապես խաղադաշտում չէին։ Իսկ Էնցո Ֆերնանդեսը, պետք է նշեմ, ցավոք սրտի, բայց ժամանակից շուտ օքսիդացավ խաղադաշտից, քանզի նա ստացավ 2 դեղին քարտ եւ հավաքականին թողեց շատ բարդ իրավիճակում 10 հոգով, ինչն էլ կարծում եմ հետագայում նաեւ արդեն առիթ հանդիսացավ հավելյալ առավելության համար Իսպանիայի հավաքականի, այո, նա մի քանի գոլեր խփեց այս աշխարհի առաջնության ընթացքում, որոնք վճռորոշ էին եւ անկյունաքարային։ Այդ իսկ պատճառով նախընտրում ենք նրան ներառել մեր խորհրդանշական հավաքականի կազմում։ Գուցե երրորդ ընտրությունը միջին գոտու ձեզ մի փոքր ապշեցնի կամ գուցե համաձայնեք, չգիտեմ, դրա պատասխանը ես կստանամ այն ժամանակ, երբ դուք կգրեք ձեր հաղորդագրությունները մեկնաբանությունների հատվածում, բայց մեր երրորդ կիսապաշտպանը Ջուդ Բելինգեմն է։ Չմոռանանք, որ Ջուդ Բելինգեմը դարձել է 7 գոլի հեղինակ եւ 3 արդյունավետ փոխանցում է կատարել։ Այո, Մայքլ Օլիզեն գրեթե ամեն ինչ արեց, որպեսզի այս առաջնության լավագույն կիսապաշտպաններից մեկը առնվազն համարվեր եւ կարծում եմ լավագույններից մեկը հանդիսանում է, բայց անհաջողության զգացողությունը, որ կար նրա խաղում, այսինքն այն գոլերի ռեալիզացիայի բաց թողնված հնարավորությունները տեղ տալիս են, որպեսզի մենք ասենք ներիր մեզ Մայքլ Օլիզե, դու ֆանտաստիկ առաջնություն անցկացրեցիր, բայց Ջուդ Բելինգեմը իսկական առաջնորդի պես Անգլիայի հավաքականին առաջ էր տանում, կարևորագույն գոլեր էր խփում, միևնույն ժամանակ կառուցում էր խաղը միջին գոտում եւ այո, շատ-շատերը համոզված եմ, հատկապես Մադրիդի Ռեալի երկրպագուներից կասեն, վայ, եթե Ջուդ Բելինգեմը այդքան անկյունաքարային դեր կարողանա կատարել արդեն սերուցքայինների կազմում, այդ ժամանակ իրենց կանգնեցնել չի լինի։ Կարծում եմ Անգլիայի հավաքականը ունի ինչպես միշտ մեծագույն պոտենցիալ, բայց Տոտենհեմի այն անհաջողության գործոնը ազդում է նաև Անգլիայի հավաքականի վրա։ Այո, նրանք չկարողացան հասնել եզրափակիչ եւ զիջեցին ճանապարհը արգենտինացիներին։ Բայց ամեն դեպքում Ջուդ Բելինգեմը չի զիջում ոչ մեկին, նա զբաղեցնում է մեզ մոտ երրորդ կիսապաշտպանի գոտին։ Հասանք ամենահյութեղ պատառին, իսկ դա հարձակվողների ցանկն է 3 հարձակվողներ, 3 ֆուտբոլիստներ, որոնք իրոք այլ մակարդակում էին գտնվում այս աշխարհի առաջնության ընթացքում։ 3 ֆուտբոլիստներ, որոնք թեժ պայքար էին մղում լավագույն ռմբարկուի կոչման համար։ Ի վերջո, այո, լավագույնը դարձավ այս 3-ից մեկը, իսկ մենք հերթով կանցնենք բոլոր դիրքերով։ Էրլինգ Հալանդ, ֆուտբոլիստ, որը լավագույն արտացոլումներից մեկն է, որ այո, մեկ ֆուտբոլիստը շատ քիչ է, որպեսզի հավաքականը լավ խաղա, բայց միևնույն ժամանակ շատ բավարար գործոն է, որպեսզի հավաքականը առաջնորդող լինի եւ իմանա թե ուր է գնում։ Նորվեգիայի հավաքականը շատ լուրջ քայլեր կատարեց այս աշխարհի առաջնության ընթացքում, ու ինչն էր հատկանշական, որ շատերը հաճախ ասում
ասում են Էրլինգ Հալանդը կարևորագույն խաղերում անտեսանելի է դառնում, բայց չէ, նա իր վճռորոշ խոսքը ասում էր կարևորագույն պահերին, անգամ նրանք կարողացան Բրազիլիայի հավաքականին դուրս թողնել այս աշխարհի առաջնությունից, ինչպես մենք կարող ենք չներառել սկանդինավ ֆուտբոլիստին մեր հարցակման գծում։ Հաջորդ ներկայացուցիչը հարցակման գծի Կիլիան Էմբապեն է։ Այո, լավագույն ռմբարկուն, այո, ֆուտբոլիստ, ով դեռ անշուշտ առնվազն մեկ անգամ կմասնակցի աշխարհի առաջնությունների եւ այն գոլերի քանակը, որ ձևավորել է, համոզված եմ դեռ կփոխվի այդ թիվը։ Իսկ այս աշխարհի առաջնության ընթացքում նա պարզապես Մեսսիին շնչելու հնարավորություն չէր տալիս։ Այո, Մեսսին առաջինը հատեց Միրոսլավ Կլոզեի գոլերի անհասանելի սանդղակը, բայց մեկ էլ տեսնում ես կողքից Ֆերարիով գալիս է, անցնում է Ռեալի ֆուտբոլիստը, Ռեալի առաջատար ֆուտբոլիստը Կիլիան Մբապեն, ով նաև այս աշխարհի առաջնության ընթացքում ապացուցեց, թե որքան ինդիվիդուալ հատկանիշներով օժտված ֆուտբոլիստ է, այս ամենին մեկտեղ ինչքան առաջնորդի բնազդ ունեցող ֆուտբոլիստ է, չկա գետ մեկը այս աշխարհում, որ կարող է չհամաձայնվել այն տեսակետի հետ, որ այս հավաքականի առաջատարը հենց Էմբապեն էր։ Այո, Կիլիանը կարողացավ իր շուրջ գեներացնել, ինչու ոչ նաև Դեշամի օգնությամբ, ստեղծել, կառուցել մի այնպիսի հավաքական, որը անկասելի էր թվում։ Ցավոք, այդպես չստացվեց, ցավոք շատերի համար, բայց ոչինչ, կգա Զիդանը, իսկ նա արդեն իսկ պայմանագիրը կնքել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ եւ կտեսնենք շատ հետաքրքիր հարցի պատասխանի ծնվելը։ Արդյոք Զիդանը կկարողանա առաջնորդել Ֆրանսիայի հավաքականին, աննկարագրելի մեծ պոտենցիալ ունեցող հավաքականի, միանշանակ առաջին 2-3 հորիզոնականներում է լինում որպես լավագույն եւ ֆավորիտ հավաքական։ 10 գոլ Մբապեի կողմից եւ այդ 10 գոլերը մեկը մյուսից կարևոր, մեկը մյուսից գեղեցիկ, մեկը մյուսից վարպետորեն իրացված։ Մբապեի դիրքը մեզ մոտ ամրագրված է անշուշտ հարցակվողների շարքում, այնպես որ գնանք դեպի վերջին ֆուտբոլիստի գոտին։ Իսկ վերջին ֆուտբոլիստի գոտին ինչքան էլ խորհրդանշական է, ինչքան էլ հուզիչ է ինչ որտեղ, բայց լեգենդար, պատմական ու ինչու ոչ։ Եթե ֆուտբոլը դիտարկենք որպես տենց մի քիչ հունական դիցաբանության մեջ, առասպելական երևույթ Լիոնել Մեսսի 39 տարեկան, ինձ մոտ տպավորություն էր այս աշխարհի առաջնության ընթացքում, որ Մեսսին առհասարակ մոռացել է թե քանի տարեկան է։ Ինձ մոտ տպավորություն էր, որ նա այս աշխարհի առաջնության ընթացքում ավելի մեծ ցանկությամբ ավյունով էր խաղադաշտում, ընդհանրապես ոչ մի բանից չէր խուսափում այն կարևորությունը, որ տրվում էր Մեսսիին, իսկ Մեսսին դա չէր չարաշահում, փորձում էր հնարավորության դեպքում նաև օգնել իր խաղանկերներին, փառահեղ էր։ Ցավալի է, որ պատմությունը եւ ժամանակը գալիս են իրենց կամքն են թելադրում եւ Լիոնել Մեսսին կարծես թե հեռանում է Արգենտինայի հավաքականից եւ սա նրա աշխարհի առաջնությունների մեծ շարքի վերջին մրցելույթն էր ու խորհրդանշական է նաև ինձ համար մի փաստ, որ Արգենտինայի հավաքականը եզրափակչում տապալելով առհասարակ ամեն ինչ կարող էր տապալել, ընդամենը մեկ հարված իրականացրեց եւ այդ մեկ հարվածը Մեսսին էր իր կախարդական ձախ ոտքով, իսկ գնդակի հետ նա խոսում է ոչ թե դուքով, ոչ թե դույով, այլ Այդ սենց արա։ Կարծում եմ այս սենց հրամայական տոնով։ Լիոնել Մեսսին զբաղեցնում է մեզ մոտ, այո, երրորդ հարցակվողի գոտին եւ մեր խորհրդանշական հավաքականի տեսքը արդեն իսկ պարզ է դառնում ձեզ համար։ Դուք էլ գրեք մեկնաբանություններում ձեր տեսակետները, որ ֆուտբոլիստին կփոխեիք, որ դիրքում ընտրած ֆուտբոլիստի հետ համաձայն չեք։ Մեծ սիրով, մեծ հետաքրքրությամբ կընթերցենք ձեր մեկնաբանությունները։ Ի վերջո աշխարհի առաջնությունը հեռանում է մեզնից, ի վերջո ֆուտբոլային տոնը, որը 4 տարին մեկ ենք մենք վայելում, հեռանում է իր հետ տանելով լեգենդար ֆուտբոլիստների։ Իսկ մենք հավերժ կմնանք ֆուտբոլի սիրահար եւ իհարկե ինտերֆուտբոլի տաղավարում կխոսենք ֆուտբոլի մասին, որովհետեւ ֆուտբոլը դա մի լեզու է, որը հասկանում են ամբողջ աշխարհում։ Մնացեք մեզ հետ եւ մեր հանդիպումը չի ուշանա։ Ցտեսություն։